Պարոն Գասպարյան, առաջինը ուզում եմ նախ խոսենք եկեղեցական ժողովի մասին, որը տեղի ունեցավ Վիեննայում, ի վերջո կայացավ, չնայած այն բոլոր արգելքներին եւ առաջին հերթին վեհապար հայրապետի ելքի արգելանքին, որը դրվեց Փաշինյանի հրահանգով, եւ դրան հետեւեց Պոլսի հայոց պատրիարք Սահակ II-ի պատգամը, որը ուղղված էր Վիեննայում գումարված եպիսկոպոսաց հավաքին, նախ հեռուստադիտողին հիշեցնեմ, որ Պոլսո պատրիարքը ինչ էր առաջարկում, նա շատ հետաքրքիր է, Պոլսո պատրիարքը Գերագույն հոգևոր խորհրդի ատենապետ է, նա նշում է, որ ներկայիս Գերագույն հոգևոր խորհուրդը հեղինակազրկված է, կրկնում եմ, նա ատենապետն է այդ խորհրդի, իսկ նրա հապճեպ ջղագրգիռ որոշումները, օրինակ Գևորգ Սրբազանի կարգալուծության վերաբերյալ է խոսում, միայն խորացնում են հակամարտությունը, սա հիշեք, ֆիքսեք, նա ասում է, որ Սփյուռքը շփոթված է եւ առաջարկում է որպես ելք սինոդականության ներդրում, վարչական, այսինքն բարեփոխում, ստեղծել 12 ավագ եպիսկոպոսներից կազմված մարմին սինոդ, որը նեցուկ կլինի կաթողիկոսին կառավարման գործում, ասում է, որ այս կազմում պետք է ներգրավել որոշ ընդդիմադիր եպիսկոպոսների լարվածությունը թուլացնելու եւ իշխանությունների հետ երկխոսության եզրեր գտնելու համար խոհեմության եւ այլ կոչի անում։ Հիմա հարգելի հետևորդներ, եւ չգիտեմ պարոն Գասպարյանը որքանով է տեղյակ, մի հետաքրքիր տեղեկություն ձեզ հայտնեմ։ Լսեցիք, չէ, որ ասում էր Մասյացոտ ընթեմի արդեն նախկին Գևորգ Սրբազանի կարգալուծությունը խապճեպ եւ ջղագրգիռ որոշում էր, Սահակ պատրիարքն էր ասել։ Այնինչ հենց ինքը Պոլսո հայոց պատրիարք Սահակ II-ն է առաջարկել գրավոր առաջարկ ներկայացրել, որպիսի կարգալույծ անեն Մասյացոտ ընթեմի Գևորգ Սրբազանին։ Եվ այդ առաջարկը այո քննարկվել է, հավանության է արժանացել։ Այսինքն հենց ինքն է առաջինը այդ առաջարկը գրավոր ներկայացրել հոգևոր խորհրդի քննարկմանը։ Եվ այն, որ ինքը ասում է, թե չեն մասնակցում նկատի ունենալով տիրադավներին, ապա նրանց որոշումն է դա, պարոն Գասպարյան, որովհետև նրանք բոլորը կարող են մասնակցել, սակայն չեն մասնակցում։ Հիմա խոսենք տեղյակ չեք, չէ՞։ Նորություններ ինձ համար շոկային նորություններ, երբ որ ես սա իմացել էի, ես ապշած էի։